Վանաձորի տեսարժան վայրերի թվում թթու ջուր կոչված տարածքն է։ Տասնամյակներ շարունակ այսպես են վանաձորցիներն անվանում տեղանքը, քանի որ այստեղ կառուցված 3 աղբյուրներից հանքային բնական ջուր է հոսում, որն առողջարար համբավ ունի նաև քաղաքի սահմաններից դուրս։ Արդեն մի քանի օր է աղբյուրներից երկուսը չեն գործում, դեռևս անհայտ պատճառներով անհայտ անձիկ ջարդել են։ Մեր ջուր խմեմ չկարողացա։ Ու շատ ազդեց իմ վրա։ Շատ վատ, իհարկե։ Բարբարոսությունը։ Ստեղծված իրավիճակը զարմացրել ու զայրացրել է շատ վանաձորցիների։ Թթու ջրի տարածքը հատկապես ամռան ամիսներին մշտապես մարդաշատ էր։ Մարդիկ նույնիսկ հերթ էին կանգնում տարաներով հանքային ջուր տուն տանելու համար։ Թթու ջուրը պակաս մարդաշատ չէ նաև տարվա մյուս ամիսներին։ Հիմա բոլորն էլ խոր հոգոց են հանում այս վայրով անցնելիս։ Օգտվողներ շատ կան։ Պետք է բոլորը պաշտպանել, մեկը չպետք է պաշտպանել։ Միշտ մանավանդ ես շատ եմ օգտվում։ Թթու ջրի տարածքը պատկանում է Վանաձորի չգործող գործարաններից մեկին, ում քիչ է հետաքրքրում բնական այս աղբյուրի ճակատագիրը։ Ցայտ աղբյուրների տարածքի վերականգնման հարցում որևէ այլ կառույց պարտավորություն չունի։ Մի քանի օր բնության այդ անգնահատելի պարգևը հոսում էր անխնա, իսկ աղբյուրի քարերը տապալված էին գետնին։ Գործը հանձն առան Վանաձորի ջրամատակարարումն իրականացնող Լոռի ջրմուղկոյուղի ընկերության մասնագետները, եւ այսօր արդեն վանաձորցին հնարավորություն կունենա կրկին վայելել Լոռվա բուժիչ առողջարար հանքային ջուրը։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Միք հեռուստաընկերություն։